Ռադիո Շանթ Սիրելի ռադիոընկերներ, շարունակում ենք մեր երեկոյան ընթացքը Շանթ ռադիոկայանի ուղիղ եթերում եւ տեղեկացնեմ, որ այսօր դեկտեմբերի 3-ին հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է եւ օրվա արդիվ ես այսօր ունեմ հյուր մեր տաղավարում, իմ հյուրն է Ագատ հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Լենա Հովհաննիսյանը, ողջունում եմ ձեզ։ Եվ իհարկե այսօրը վերջին տարիներին ել ավելի սկսել է ակտիվորեն քննարկվել եւ նաեւ մեր քաղաքում ուշադրություն գրավել նաեւ ձեր կազմակերպության գործունեության միջոցով փորձելով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները ել ավելի բարձրաձայնել, իրազեկել եւ այսօրն էլ կարծես որպես այդպեսին ամփոփում լինի նաեւ արած աշխատանքի եւ իրականացված գործունեության եւ որպես օրվա խորհրդի մասին եթե խոսենք գիտեմ որ նաեւ միջոցառումներ եք ունեցել նաեւ հենց սկսենք մեր զրույցը հենց դրանից ինչ միջոցառումներ եք անցկացրել օրվա խորհրդի հետ կապված եւ ինչ միջոցառումներ են մեզ դեռ սպասվում։ Շնորհակալություն նախարարների համար, ասեմ, որ դեկտեմբերի 3-ը ՄԱԿ-ի նախաձեռնությամբ արդեն 30 եւ ավելի տարիներ նշվում է եւ ամեն տարի այլ թեմատիկա է լինում։ Այս տարի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշվում է հաշմանդամություն ունեցող անձանց ներառական հասարակությունների խթանում հանուն սոցիալական առաջընթացի առաջխաղացման եւ տեսնում ենք, որ բավական ընդգրկուն թեմատիկա է, այսինքն իր մեջ եւ պարունակում է կրթություն, զբաղված այսինքն հասարակական բոլոր սեկտորները, որտեղ որ շատ կարևոր է, որ հաշմանդամություն ունեցող անձիկ ներգրաված լինեն եւ հենց հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը կարող է տանել ոչ միայն քաղաքական առաջընթացի հասարակությանը, այսինքն դարձնել ավելի ներառական, այլ նաեւ կարող է նպաստել տնտեսության եւ կրթության տարբեր այլ բնագավառների զարգացմանը։ Այս տարի մենք հավատարիմ մնալով նաեւ կարգախոսին եւ հավատարիմ մնալով մեր քաղաքապարախոսությանը իրականացրել ենք նախաձեռնություն Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի հետ միասին նախաձեռնության շրջանակներում մենք գրքի քննարկում ենք կազմակերպել եւ այդ գրքի հիման վրա եղել է նաեւ ինտելեկտուալ մրցույթ, այսինքն պիտի ուսանողները հաշմանդամություն ունեցող եւ հաշմանդամություն չունեցող ուսանողները կարտային կանանց մասին պատմություններ 50 կանանց մասին, ովքեր որ հաշմանդամություն ունեն եւ չնայած իրենց խնդիրներին, հասարակական խնդիրներին իրենք կարողացել են աշխարհը փոխել եւ այդ գրքում ներկայացված են աշխարհի տարբեր ծայրերում փոփոխություններ բերած կանանց պատմությունները Հայաստանից ներգրաված են ընդամենը 3 ներկայացուցիչներ, որոնցից մեկը Ագատ կազմակերպության նախագահ Կարինե Գրիգորյանի պատմությունն է եւ գիրքը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի կանանց հիմնադրամի նախաձեռնությամբ է հրատարակվել, որը ֆինանսավորվել է Եվրամիության աջակցությամբ եւ այդ գրքի քննարկումը բավական հետաքրքիր անցավ ուսանողները շատ ոգևորված պատասխանում էին հարցերին, այսինքն եւս մեկ հնարավորություն եղավ, որ իրենք կարդային գիրքը հասկանային, որ հաշմանդամությունը որևէ խոչընդոտ չէ, իսկապես աշխարհը եւ քո միջավայրը փոխելու համար Եվ նաև այն հասկացան, որ եթե իրենց կողքին նստում է հաշմանդամություն ունեցող ուսանող, ինքը իսկապես ներուժ ունի եւ իրենցից որևէ բանով չի տարբերվում։ Շատ ուրախ ենք, որ ուսանողները բավականին ոգևորված էին, իսկապես երևում է, որ կարդացել էին գիրքը եւ իսկապես հասկանում ենք, որ իրենք եզրահանգումներ արել էին, այսինքն արդեն հասկանում են, որ պետք է օրինակ տարածքները ավելի մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող իրենց տարեկակիցների համար որպեսզի հենց այդ տարեկակիցներն էլ ներգրավեն հասարակության մեջ եւ կարողանան փոփոխություններ բերել։ Դե հիմա մենք փորձում ենք ներառականություն զարգացնել արդեն քանի տարի է եւ դպրոցներում կան այդ ներառականության դասարաններ, հատուկ ծրագրեր։ Իհարկե համալսարաններում ավելի բարձր հաստատություններում, բարձրագույն ուսումնական հաստատություններում նաեւ քոլեջներում միգուցե այդ խնդիրը դեռևս այդքան շատ իրազեկվածության աստիճանը շատ ավելի ցածր է
եւ իհարկե հաճելի է որ ուսանողները եւս ներգրավում են սովորողները քոլեջների այս գործընթացի մեջ եւ իսկապես փորձում են ավելի իրազեկվել թեմային ծանոթանալ եւ ձեր փորձը ինչ է ցույց տալիս տարիների, քանի որ բավական ակտիվորեն ԱԳԱԹ-ը զբաղվում է մեր քաղաքում եւ իրազեկման արշավներով, միջոցառումներով, հանրության շրջանում նաեւ փորձում է ինչ որ չափով կարծրատիպեր կորցել, կարծրատիպեր վերացնել եւ փորձը ինչ է ցույց տալիս, եթե նախորդ տարիների հետ նաեւ համեմատենք, մեր հասարակության մեջ իրազեկվածության մակարդակը փոքր ավելի բարձրացել է, թեկուզ նաեւ ներառական կրթության առումով, քանի որ հենց խոսացինք կրթության մասին։ Տեսեք, չենք կարող շղթել, որ փոփոխություն չկա։ Իհարկե փոփոխություն կա, բայց գործնական քայլերը բավականին մանր քայլերով են։ Մենք բավականին լավ օրենսդրական ակտեր ունենք, որոշումներ ունենք իրավական, սակայն դրանց կյանքի կոչումը իսկապես կախված է մարդկանց գաղափարախոսությունից, մարդկանց հաշմանդամության վերաբերյալ պատկերացումներից եւ նաեւ ներառականության մասին պատկերացումներից։ Վերջերս նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության օրվան ընթառաջ մենք ակցիա իրականացրեցինք Գյումրիում ու երբ որ նախապատրաստական աշխատանքներն էինք անում, մենք մտածում ենք, որ Գյումրիում արդեն ոչ միայն մենք, այլ կազմակերպություններ եւս գործունեություն են ծավալում, մտածում ենք, որ անխոչնդոտ կլինի ակցիայի իրականացումը, սակայն երբ որ իրականացնում ենք ակցիան, հասկացանք, որ ներառականությունը մեր հասարակության մեջ դեռևս արմատավորված արժեք չէ, այսինքն մենք այն որպես արժեք չենք ընկալում եւ մենք իրականացրեցինք ներառական պատի ստեղծման արարողություն եւ ուրախ ենք, որ մեզ միացան տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցող անձիկ, հաշմանդամություն չունեցող անձիկ եւ ուրախ ենք, որ այդքան լուսավոր մարդիկ նույն գաղափարախոսությունն են կիսում։ Այսինքն նպատակը այն էր, որ պատը հասարակության մեջ այդ կարծրատիպը կա, որ պատը բաժանարար սիմվոլ ունի, սակայն մենք նպատակ ունենք ցույց տալու, որ պատը կարող է նաեւ լինել միավորող սիմվոլ, քանի որ մենք պատրաստեցինք 70 կերամիկե սալիկներից, յուրաքանչյուր սալիկի վրա գրված էին մարդկանց պատկերացումներ ներառականության հավասար իրավունքների մասին եւ այդ կարգախոսներն մենք չէինք գրել, մենք նախապես հայտարարություն ենք տարածել եւ մարդիկ տարբեր հասարակական կազմակերպություններ իրենց պատկերացումներն էին մեզ ուղարկել։ Իհարկե մենք ստիպված եղանք ֆիլտրենք, քանի որ ստացանք նաեւ բազմաթիվ կարծրատիպային պատկերացումներ, դա մեզ համար եւս ինդիկատոր էր, որ այո, մենք դեռևս աշխատանք ունենք կատարելու, դեռևս շատ աշխատանք ունենք կատարելու, որպեսզի հասարակության պատկերացումները փոխվեն։ Պատը երկլեզու է, հայերեն եւ անգլերեն։ Նաեւ մենք ունեցանք միջազգային գործընկերներ, ովքեր որ փորձի փոխանակման նպատակով Հայաստանում էին գտնվում, Գերմանիայից, Վրաստանից եւ Մոլդովայից, իրենց լեզուներով եւս մայրենի լեզուներով ունեցանք սալիկներ, իրենք փակցրեցին եւ այդ սալիկները մենք պատը կարողացանք կառուցել Շիրակի մարզում գործունեություն ծավալող կրթական, հասարակական, պետական, մշակութային տարբեր կազմակերպությունների հաշմանդամություն ունեցող անձանց հետ միասին։ Սակայն էլի նշում եմ, որ դեռևս մենք աշխատանք ունենք կատարելու, որպեսզի հասարակության պատկերացումները իսկապես փոխվեն։ Նույն օրինակ մասնակցության առումով հաշմանդամություն ունեցող անձիկ դեռևս շատ քիչ են մասնակցում իրենց մասին որոշումների կայացման գործընթացներին։ Տեսնում եք, որ օրենքների, այո, նաև օրենքների որոնք հիմնականում թղթի վրա են մնում մեծամասամբ։ Այո, մենք տեսնում ենք, որ այդպիսի քննարկումներ, երբ որ լինում է, հաշմանդամություն ունեցող անձիկ շատ քիչ են ներգրաված, շատ քիչ են իրենք բարձրաձայնում իրենց խնդիրները, բայց այստեղ մենք չպետք է կոպիտ մեղադրենք հաշմանդամություն ունեցող անձանց, խնդիրը երկուստեք է, այսինքն հենց այդ մասնակցայնությունը պետք է կազմակերպել, պետք է հաշմանդամություն ունեցող անձանց լսել, ականջալուր լինել, այսինքն պետական եւ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները շատ հաճախ որոշումներ են ընդունում հենց հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերել եւ չեն լսում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները, իրենք առաջարկությունները շատ հաճախ ներկայացնում այդ իրավական ակտերի վերաբերյալ, սակայն բավարար ուշադրության չեն արժանանում։ Կան դեպքեր, երբ հաշմանդամություն ունեցող անձինք նաև տեղյակել չեն լինում, որ կան նաև տարբեր քննարկումներ, այսինքն չեն փորձում շատ ավելի լայն հանրային կյանքին մասնակցել, առավել ակտիվ գործունեություն ծավալել եւ հենց այդպիսի միջոցառումներն էլ կարծում եմ ինչ որ չափով, երբ որ լուսաբանումն է շատ լինում, ամեն դեպքում ինչ իրավիճակում էլ գտնվի անձը, հաստատ նա էլ կլսի, իր դուրն էլ կթակի եւ կփորձել ավելի ողջևորվել եւ հասկանալ, որ ամեն դեպքում խնդիրները կարող են գտնել նաև իրենց լուծումները։
եւ խնդիրների չպետք է փախչել, պետք է գնել խնդիրների լուծումների հետևից։ Եւ հուսանք, որ կամաց ժամանակի ընթացքում մեր հասարակությունը իսկապես կդառնա շատ ավելի բաց, ավելի ներառական Չնայած հիմա ըստ երևույթին միգուցե ել ավելի մի փոքր փոփոխություններ ըստ երևույթին նկատվում են նախկին տարիների համեմատ, եթե անձն աչքով էլ նայեն, կարծում եմ հանրության մեջ կան որոշակի տեղաշարժեր այս առումով եւ գործատուների մոտ էլ կան որոշակի, այսպես ասենք, վերաբերմունքի փոփոխություններ, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ դուք ինչ եք նկատում այս առումով հանրության շրջանում մենք ունենք այսօր փոփոխություն։ Տեսեք, այո, երբ ասացիք, որ հաշմանդամություն ունեցող անձիկ չեն ներգրավում միջոցառումներին, հենց դա է պատճառը, որովհետև փախվում են հասարակական կարծրատիպերին, այսինքն հենց դրա համար չեն ներգրավում մի շարք միջոցառումներին։ Իհարկե, արդեն նշեցի, որ չեն կարող չասել, որ փոփոխություններ տեղի չի ունեցել հասարակության մտածելակերպի առումով, հենց գործատուների առումով, սակայն այդ գործողությունները բավականին քիչ են, երբ որ մենք ուշադրություն ենք դարձնում թվային տվյալներին, տեսնում ենք, որ հաշմանդամություն ունեցող անձիկ դեռևս շարունակում են մեծ գործազրկության աստիճան ունենալ, նաև ավելի մեծ թիվ են կազմում հենց հաշմանդամություն ունեցող կանայք, քանի որ հիմա բռնության կանխարգելման 16-օրյակն է, առիթից օգտվելով նաև դրա մասին կուզենայի խոսել, որ շատ հաճախ օրինակ մարդիկ մտածում են, որ հաշմանդամություն ունեցող կանայք բռնության չեն ենթարկվում, բայց ոչ, հաշմանդամություն ունեցող կանայք բռնության ենթարկվում են, սակայն նրանց ձայնը ավելի քիչ լսելի է։ Եվ մեր հանրության մեջ էլ նման դեպքեր կան, նաև մեր ռադիոլսողներին էլ տեղեկացնենք եւ նշենք, ցավոք սրտի կան նման դեպքեր եւ դրա նաև լուծումներից մեկն էլ այդ մասին հնարավորինս բարձրացնելն է եւ խոսելն է։ Այո, տեսեք, երբ որ մենք ոստիկանությունից տվյալներ ենք ուզում, տեսնում ենք, որ չկա առանձնացված դեպքեր, թե քանի հաշմանդամություն ունեցող կին է դիմել, որ բռնության է ենթարկվել, այսինքն աջակցության կարիք ունի, այսինքն ամեն ինչը սկսվում է հենց մանր քայլերից, տվյալների հավաքագրումից, տվյալների ներկայացումից, հենց այդ բաժանումը լավ առումով բաժանումը դնելով, որովհետև այդ հետազոտությունները պետք է իրականացվեն, որպեսզի հասկանանք, թե ինչպես ճիշտ կլինի աջակցությունը իրականացնել, եւ մենք բազմաթիվ փախվում ենք այն խնդիրներին, որ հաշմանդամություն ունեցող անձիկ դիմում են ոչ միայն ֆիզիկական բռնությանն են ենթարկվել, այլ նաեւ լինում է տնտեսական բռնության, շատ հոգեբանական բռնության դեպքեր, եւ այս տարին հենց բռնության 16-օրյակը նշվում է կիբեր բռնության վերաբերյալ, որովհետև 21-րդ դարում մենք եւս մեկ բռնության տեսակ է ավելանում, որ շատ հաճախ մարդկանց համացանցով թիրախավորում են, այո, կիբերբուլինգի են ենթարկում եւ հաշմանդամություն ունեցող կանայք ավելի շատ են հենց այդ ամեն ինչին փախվում, որովհետև ցավալի է, պես 21-րդ դարում մարդիկ սկսել են ոչ թե ուշադրություն չդարձնել, այլ ընդհակառակը մենք վերադարձել ենք այնպիսի ժամանակաշրջանի, երբ որ մարդիկ ուշադրություն են դարձնում ավելի շատ արտաքինի քան օրինակ մարդու գիտելիքներին, մարդու հմտություններին, մարդու զգացմունքներին։ Եվ իհարկե կիբերբուլինգի խնդիրը համընդհանուր խնդիր է, հիմա արդեն դարձել շատ լուրջ խնդրեմ է աշխարհի տարբեր երկրներում, տարբեր հանրույթների համար եւ հուսանք, որ ժամանակի ընթացքում ընդհանրապես մենք որպես հանրություն էլ ավելի ըմբռնող կլինենք, ավելի գիտակցաբար կմոտենանք շատ խնդիրների եւ կամաց նաեւ տարբեր միջոցառումների, իրազեկման ակցիաների եւ տեղեկացման միջոցով էլ կփորձենք կամաց թաղթարել, չնայած որ դա շատ գլոբալ եւ բարդ խնդիր է, շատ բարդ թեմա եւ բարդ խնդիր է եւ քանի որ խոսեցինք բռնության շաբաթի մասին, նշվում է կանանց նկատմամբ բռնության օրը 16-օրյակ, այո 16-օրյակն է հիմա նշվում եւ կրկին հենց երբ որ գալիս է ամեն տարի այս օրերը խնդիրների մասին հիմնականում հենց այս օրերի շրջանակներում էլ խոսում ենք եւ ինչ միջոցառումներ, ինչ իրազեկման ակցիաներ եք նաեւ անցկացրել այս շաբաթվա ընթացքում, երկշաբաթյակի ընթացքում եւ արդյոք ելի նոր նախագծեր լինելու են թե ոչ։ Տեսեք, մենք փորձում ենք ոչ թե որպես տարբեր միջազգային օրերի շրջանակներում միայն ակցիաներ, միջոցառումներ իրականացնել, այլ փորձում ենք ամբողջ տարվա ընթացքում գործունեություն ծավալել, որովհետև մեր կազմակերպության գործառույթներից մեկը հենց հաշմանդամություն ունեցող անձանց բռնության կանխարգելումն է եւ իրազեկումն է բռնության վերաբերյալ եւ մենք արդեն սեպտեմբեր ամսվանից սկսած գնում ենք մեր աշխատակիցներ գնում են տարբեր համայնքներ, գյուղական համայնքներ եւ իրազեկում են հաշմանդամություն ունեցող անձանց
մարդկանց սեռական բռնության վերաբերյալ, ընդհանուր խոսում են բռնության վերաբերյալ, բռնության 4 տեսակների վերաբերյալ, նաև խոսում են այնպիսի թեմաներից, որոնք որ մեր հասարակության մեջ դեռևս մնում են տաբու, չբարձրաձայնված, չլուսաբանված, չխոսացված, դա օրինակ հաշմանդամություն ունեցող կանանց վերարտադրողական առողջության իրավունքն է, մայրանալու իրավունքն է, ընտանիք ունենալու իրավունքն է եւ ինչու ընտրեցինք հենց գյուղական համայնքները, որովհետեւ շատ հաճախ մենք ծրագրեր իրականացնում ենք, բոլոր հասարակական կազմակերպությունները իրականացնում են հիմնականում քաղաքային համայնքներում, այո, այնտեղ որտեղ որ բոլոր անձիկ քիչ թե շատ հնարավորություններ ունեն, բայց մենք մոռանում ենք ավելի ծայրամասային բնակավայրերի, այո, բնակավայրերի մասին, որոնք որ հնարավորություններ չունեն, իսկ հաշմանդամություն ունեցող գյուղաբնակ կանայք իրենք արդեն եռակի կրկնակի խոցելի են, որովհետև շատ հաճախ եթե կինը կարող է նստել տրանսպորտ եւ գալ քաղաք, մասնակցել իրազեկման ակցիաների, դասընթացների, կրթություն ստանալ, ապա հաշմանդամություն ունեցող կինը, ով որ տեղաշարժվում է օրինակ սայլակով, չկա հարմարեցված տրանսպորտային միջոց, համայնքային տրանսպորտային միջոց, որով ինքը կարողանա ուղղակի գալ համալսարան սովորելու քաղաքային համայնքում։ Դրա համար իհարկե եւս շատ կարևոր խնդիր է, մեր քաղաքում եւս մենք ունենք խելացի հարմարեցումների խնդիր։ Խելամիտ հարմարեցումների խնդիրը կա, հենց մատչելի տրանսպորտի խնդիրը կա եւ տեսնում ենք, որ թե ինչ կան տեխնիկական խնդիրները, ֆիզիկական անմատչելիությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ 21-րդ դարում հենց օրինակ կրթության իրավունքի իրացմանը կամ զբաղվածությանը, այսինքն հաշմանդամություն ունեցող անձիկ այսպիսի հասարակ խնդիրների պատճառով, որը որ մենք կարող ենք չնկատել, իրենք ուղղակի մեկուսանում են հասարակությունից այս խնդիրների պատճառով։ Եվ ինչպես նշեցի, մենք գնում ենք համայնքներ, դասընթացներ ենք իրականացնում հաշմանդամություն ունեցող կանանց համար, որպեսզի կարողանանք հենց այդ բռնության կանխարգելում անենք, այսինքն նախ պիտի իրազեկ լինեն հաշմանդամություն ունեցող անձիկ, որ տվյալ գործողությունները, որը որ իր հետ կատարվում է, դա բռնություն է։ Շատ հաճախ մենք բախվում ենք այնպիսի հարցի, որ հաշմանդամություն ունեցող կանայք ուղղակի իրազեկ չեն, ուղղակի չեն հասկանում, որ այն գործողությունները, որ իրագործվում է իր հետ, դա բռնություն է։ Այսինքն սկսում են հարմարվել այդ միջավայրին։ Եվ ինչ է փորձը ցույց տալիս, արդյոք այդ ամենը արդյունավետ է եւ դրա արդեն արդյունքներ որպես այդպեսին ունեք, թե ոչ, նշանակալի արդյունքներ։ Այո, տեսեք, երբ որ մենք օրինակ հայտնաբերվում ենք բռնության ենթարկված կանանց, իհարկե իրենց անձնական տվյալների գաղտնիության ելնելով մենք մեր ռադիոլսողներին եւս տեղեկացնենք, որ նաեւ ցես դիմելու հնարավորություն կա, չէ, ակատ կազմակերպությանը եւս կարող եք դիմել նման դեպքերում սիրելիներս եւ այնպես որ դիմեք եւ պաշտպանեք ձեր իրավունքները։ Շնորհակալություն։ Տեսեք, երբ որ մեզ դիմում են ինչ որ խնդրով, իհարկե մենք պահում ենք այդ անձնական տվյալների գաղտնիության խնդիրը չունենք, ճիշտ մենք առաջնորդվում ենք թափանցիկությամբ, մենք մշտապես մեր ծրագրերի, գործողությունների, ֆինանսական աղբյուրների մասին հաշվետվություն տալիս ենք մեր սոցիալական ցանցի էջերում, կայքեջով, բայց այդ մասով մենք պահում ենք անձի գաղտնիության իրավունքը, տվյալների գաղտնիության իրավունքը եւ երբ որ մենք կանխարգելում ենք բռնությունը, մենք նաեւ փորձում ենք աջակցել հաշմանդամություն ունեցող կանանց, ոչ միայն բռնության ենթարկված, այլ ուղղակի հաշմանդամություն ունեցող կանանց փորձում ենք աջակցել, որպեսզի իրենք տնտեսապես անկախ լինեն, որովհետև հասկանում ենք, որ եթե մարդը տնտեսապես անկախ չի, եթե մարդը կրթություն չունի, ապա շատ բարդ է, որպեսզի ինքը ներառվի հասարակությունում։ Դրա համար մենք նաև բացի իրազեկման ակցիաներից իրականացնում ենք հմտությունների զարգացում, այսինքն տալիս ենք ոչ միայն փափուկ հմտություններ, այսինքն սովորեցնել CV գրել, ինչպես հարցազրույցների մասնակցել, այլ նաև շատ հաճախ մենք ստիպված ենք լինում կոշտ հմտություններ տալ մեր շահառուներին, քանի որ ասացի, որ ոչ բոլոր համայնքներում կա օրինակ մատչելի տրանսպորտ, բայց մենք մեր շահառուների համար ապահովում ենք անհատական մեքենաներ, որպեսզի իրենք կարողանան մասնակցել դասընթացներին, ստանան կրթություն եւ ինչու ոչ նաեւ աշխատանք։ Տեսեք, կարող է ձեր մյուս հարցը այն լինի, որ հաշմանդամություն ունեցող անձը ստանում է հմտություն, բա հետո։ Այսինքն այս պարագայում պետք է աշխատել նաեւ գործատուների հետ եւ մեր
աշխատանքների մյուս բլոկը հենց շահագիրների հետ աշխատանքն է, այսինքն գործատուների հետ աշխատանքն է, որպեսզի իրենք հավատան հաշմանդամություն ունեցող անձանց ներուժին, չվախենան խելամիտ հարմարեցումների ֆինանսական միջոցներից, որովհետև շատ հաճախ երբ որ խոսում են գործատուների հետ, իրենք ասում են, որ շատ կոպիտ ասած մեծ ֆինանսական միջոցներ է իրենցից պահանջում, որպեսզի մեկ հաշմանդամություն ունեցող անձի ընդունեն աշխատանքի։ Բայց պետությունը ոչ թե նաև խրախուսական ծրագրեր է, չէ՞։ Այո, նախկինում եղել են նման խրախուսական ծրագրեր, այս պայծրությամբ մենք զբաղվածության ռազմավարության մեջ որևէ ծրագիր չունենք հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված, միայն անձնական օգնականի ծառայությունն է, երբ որ անձը պարտավորվում է 3 ամսվա ընթացքում կամ կրթությունը շարունակելու ֆորմալ առումով կամ աշխատանքի ընդունվելու, միայն այդ պարագայում պետությունը համաձայնվում է տվյալ անձին տրամադրել անձնական օգնական, որի հետ մենք այդքան էլ հաշտ չենք այդ որոշման հետ, որովհետև բավական քիչ անձիկ հնարավորություն կունենան օգտվել անձնական օգնականի ծառայություններից եւ շարունակելով թեման, մենք աշխատում ենք գործատուների հետ, իրենց օրինակ ծանոթացնում ենք աջակցող միջոցների հետ, որոնք որ բավականին էժան են, մեր գրասենյակում եւս կան, մենք մեր շահառուներին տրամադրում ենք այդ աջակցող միջոցները, որոնցով որ շատ հեշտ է աշխատանք իրականացնել, շատ հեշտ է միջավայրը հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։ Նաեւ մենք աշխատում ենք բժիշկների հետ, աշխատում ենք կրթական հաստատությունների հետ, որովհետև երբ որ նշեցիք, որ այո, ներառականությունը կա թղթի վրա, բայց շատ հաճախ մեզ դիմում են հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները, որ իրենց երեխաները բավարար կրթություն չեն ստանում, բավարար աջակցություն չեն ստանում, դրա համար մենք մշտապես փորձում ենք ձեռքը պահել զարկերակին եւ նաեւ բժիշկների համար նշենք, որ մեզ համար շատ կարեւոր է նաեւ վերարտադրողական առողջության իրավունքը, այդ պատճառով մենք դեկտեմբերի 20-ից 21-ը հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու, նաև էթիկայի, նաև հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական գաղտնիքի վերաբերյալ, հաղորդակցության վերաբերյալ դասընթացներ ենք իրականացնելու տարբեր մարզերում գործունեություն ծավալվող բժիշկների համար, որովհետև շատ հաճախ հաշմանդամություն ունեցող անձի բժշկական խնդիրների մասին բժիշկը ոչ թե խոսում է տվյալ հաշմանդամություն ունեցող անձի հետ, այլ երկրորդ կողմնակի անձի հետ, այսինքն չվստահելով հաշմանդամություն ունեցող անձի հմտություններին եւ շարունակելով կարելի ասել ինչ-որ կարծրատիպային մոտեցման արդյունք։ Իհարկե, նաեւ կարծրատիպային մոտեցումից զատ այստեղ մենք խնդիր ունենք բժշկական գաղտնիքի հետ, որ անձը չի ուզում, որ իր մասին տեղեկությունները երկրորդ անձը իմանա, թեկուզ եթե ինքը իր ընտանիքի անդամն է։ Եվ քանի որ կանանցից շատ խոսեցինք, ճիշտ է, մենք մեր հիմնական գործունեությունը ուղղված է հաշմանդամություն ունեցող կանանց, բայց փորձը ցույց տվեց, որ հաշմանդամություն ունեցող տղամարդիկ եւս աջակցության կարիք ունեն եւ արդեն մի քանի տարի էլ մենք տարբեր ծրագրեր իրականացնում ենք հենց հաշմանդամություն ունեցող տղաների համար եւ այս տարի առաջին անգամ փորձառություն ենք ունենում նաեւ աջակցելու հաշմանդամություն ունեցող տղամարդկանց վերարտադրողական առողջության իրավունքից սկսել ենք հայրիկների ակումբից եւ դեկտեմբերի 8-ից 10-ը իդեպ եթե մեզ լսում են դերևս կարող են դիմել այն տղաները ովքեր այո ապագա հայրիկները կարող են գրանցվել եւ մասնակցել դասընթացներին, որովհետեւ շատ կարեւոր է որ երեխայի ծնողավարության գործընթացը երեխայի դաստիարակությունը երկու ծնողները եւ մայրը եւ հայրը կիսեն իրար հետ եւ դասընթացի ընթացքում ոչ միայն հենց հաշմանդամություն ունեցող դասընթացավարներ են ունենալու հատուկ մոդուլ է մշակված հայրիկների համար, որովհետև գիտենք, որ արդեն հայրիկների ակումբ գոյություն ունի տարբեր մարզերում տվյալ դասընթացները լինում է հայրիկների համար, բայց սա յուրօրինակ մոդուլ է, որը մշակված է հենց հաշմանդամություն ունեցող տղամարդկանց համար, նաև դասընթացից հետո մենք տրամադրելու ենք աջակցող միջոցներ, թե ինչպես կարող է հաշմանդամություն ունեցող հայրիկների կյանքը այդ աջակցող միջոցներով հեշտանալ, որպեսզի իր երեխայի խնամքի իրագործի, որովհետև այդ աջակցող միջոցները շատ հասանելի են, շատ հասարակ են մեզ համար, օրինակ ռետինե, ինչ որ ռետինե նյութերից, որոնք որ ամրացվում են գդալի վրա, որպեսզի եթե մարդը ձեռքի խնդիր ունի, շատ հեշտ կարողանա իր երեխային կերակրել կամ օրինակ, չգիտեմ, կարողանա երեխայի կոճակները կոճկել, տվյալ միջոցներ եւս տրամադրելու ենք դասընթացից հետո, իհարկե մասնակիցների կարիքները հաշվի առնելով։
Այնպես որ կոչ անենք մեր ռադիոլսողներին, մեր ունկնդիրներին, սիրելիներս, եթե ցանկություն ունեք մասնակցելու, կարող եք այս հնարավորությունից օգտվել, ամենակարևորը իրազեկվել, տեղեկանալ, կրթվել եւ սովորել նաեւ սեփական իրավունքները պաշտպանել։ Իհարկե մենք շատ կարևոր հարցերից եւ խնդիրներից էինք խոսում, ցավոք սրտի մեր հարցազրույցի համար նախատեսված եթերաժամանակը արդեն ավարտին է մոտենում, կարող ենք ել ավելի շատ թեմաներ եւ խնդիրներ քննարկել, թեման ինքնին իհարկե բազմավոլորտ է, տարբեր շերտեր է իր մեջ ընդգրկում եւ հուսանք, որ ժամանակի ընթացքում նաեւ այն ամեն ինչ գրված է թղթի վրա, այդ օրենքները մեր հանրության մեջ հիմնականում այդպես է լինում է, կամաց իրականության կվերածվեն եւ իհարկե հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները կամաց եւ հանրության շրջանում նաեւ գիտակցության փոփոխությունների արդյունքում մենք կգանք արդեն ավելի ակտիվ լուծումներին, ոչ թե կգնանք շատ ավելի դանդաղ քայլերով առաջ, այլ ավելի արագ քայլերով առաջ կշարժվենք։ Շնորհակալություն շատ։ Ես էլ եմ շնորհակալ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ սիրելի ռադիոլսողներ, ես զրուցում էի ակատ հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Լենա Հովհաննիսյանի հետ։ Դուք էլ շարունակեք հետևել մեր երեկոյան ճամփորդությանը։ Շանթ ռադիոկայան, մեզ ոչ միայն լսում են, այլ նաև սիրում են։